Մարիա հերոստասերիալում Աբուլը եւ Ալիսա տատիկը նստած զրուցում էին եւ խոսքը հասավ Մարիային։ Աբուլը տատիկին հայտնում է, որ Մարիան ու Դավիթը բաժանվել են, այն էլ Մարիայի նախաձեռնությամբ։ Ալիսան զարմանում է այս նորությունից, քանի որ նա լավ ճանաչում էր Մարիային եւ գիտեր, որ աղջիկը երբեք հապճեպ ու չմտածված որոշումներ կայացնելու սովորություն չուներ։ Այս նորությունը նրա համար ոչ միայն անսպասելի էր, այլև անհանգստացնող։ Սակայն Աբուլը փորձում է ամեն ինչ մեղմել, ասելով, որ իրենք երիտասարդ են։ Նրանց կյանքում ամեն բան հնարավոր է, եւ սա էլ կանցնի։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Այդ ընթացքում Անին վերջապես որոշում է խոսել։ Նա Ռուբենին պատմում է ողջ ճշմարտությունը։ Ռուբենի աշխատասենյակից դուրս գալուց հետո նրա հոգում միաժամանակ երկու հակասական զգացում է բախվում։ Մի կողմից նա թեթևություն էր զգում, քանի որ այլևս չէր կրի այդ ծանր գաղտնիքը միայնակ, բայց մյուս կողմից խոր անհանգստություն, քանի որ վստահ էր, որ Մարիան իրեն երբեք չի ների այս քայլի համար։ Անին վախով եւ տագնապով զանգում է Օֆային ու խոստովանում ամեն ինչ։ Օֆան, լսելով նրա ձայնի դողը, փորձում է նրան հանգստացնել։ Նա ասում է, որ Անին ճիշտ է վարվել, քանի որ հենց ինքն էլ արդեն պատմել էր Ռուբենին ճշմարտությունը։ Եվ հիմա, որ Ռուբենը լսել է նույնը նաև Անիի շուրթերից, նա վերջնականապես համոզվել է ամեն ինչում։ Շատ չանցած Ռուբենն էլ որոշում է խոսել Դավիթի հետ։ Նա Դավիթին ասում է ճշմարտությունը։ Դավիթի սիրտը սկսում է կատաղությունից քփել, արյունը սկսում է եռալ։ Նա չկարողացավ զսպել իրեն, դուրս եկավ իր հանգստությունից եւ դարձավ այլ մարդ։ Զայրույթն ու ցավը միախառնվել էին նրա մեջ։ Նրա վիճակը սարսափելի էր։ Դավիթը միայն մեկ բան էր ուզում՝ վրեժ։ Նա պատրաստ էր ամեն պահի դուրս գալու գնալ Ռաֆին սպանելու։ Նրա միտքը միայն այդ վրեժ խնդրության մեջ էր պտտվում։ Ռուբենը տեսնում է այդ խելագարությունը եւ չի թողում նրան անել այդ քայլը։ Բայց Դավիթը հայտարարում է, որ եթե որևէ մեկը մի օր Ռաֆին մեռած գտնի, ապա վստահ լինեն, դա իր ձեռքի գործն է։ Մի քանի ժամ անց Ռաֆը եւ Մարիան գնում են Ռուբենի մոտ։ Նրանք պատրաստվում էին բարձրաձայնել իրենց որոշումը, որ այլևս միասին են լինելու։ Բայց նրանք ուշանում են։ Ռուբենը արդեն ամեն ինչ գիտի եւ նրա ներսում այնպիսի բարկություն է, որ չի հանդուրժելու այս անիմաստ կրկեցը։ Երբ Ռաֆն ու Մարիան հայտնվեցին նրա դիմաց, նա չկարողացավ լռել։ Ամբողջ ծանրությամբ իր զայրույթը թափեց։ Ռաֆի ներկայությամբ նա ստիպեց Մարիային կանգնել ճշմարտության առաջ։ Նա պահանջեց, որ Մարիան հենց այդ պահին խոսի ու պատմի ամեն ինչ։ Ռուբենը հայտարարեց, որ ինքը միևնույն է արդեն ամեն ինչ գիտի։ Նա նաև ասաց, որ Դավիթն էլ տեղյակ է։ Իսկ եթե Մարիան դեռ վախենում է, որ Դավիթը կարող է սպանել Ռաֆին, ապա ինքը դա չի թույլ տա։ Ռուբենը կանգնած է անսասան, վճռականորեն պահանջելով վերջապես բացել ճշմարտությունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիան գոնե հիմա կխոսի, թե կշարունակի իր ստերի շղթան։ Գրեք մեկնաբանություն։ Մարդկա ավարտել է իր նկարանունները Մարիա հերոստասերիալում ստորի անուն դրա վերաբերյալ։ Բրավո, բրավո։ Ինչ ասեմ, ռեսպեկտ։ Մենք էլ սենտեն է տանջվում ենք։ Մենք չենք ավարտել մեր նկարանունները Մարիա հերոստասերիալում, բայց երևի մենք էլ կավարտենք շուտով։ Մենակ դու չես, էլի, Սոր ջան։ Այսօր անտանելի ծանր տեսարան ենք ունեցել մենք, անտանելի ծանրը այն խոսքը չի, երկու բար քեզնից։ Դե ասում ես, նրին ամամիտ եմ, ծանր, շատ ծանր, դե տեսնեք էլ ենք։ Ամենածանր տեսարաններ իմ համար ես ամբողջ սերիալում։ Ես լքում եմ Մարիա հերոստասերիալը։ Ու պատճառն է, որ ես շրջում եմ մատանիով, իսկ իմ խաղընկերը ոչ։ Ուրա մատանիտ։ Մեղավոր ինքն է։ Գնում եմ դիմում գրեմ։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարիկը ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Օй, դաշը բացրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։
Կարայինք չէ մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկողին քրած։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքով։ Այսօր Եկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինյան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանումը էլի։ Անիմս գովազն եմ անի։ Չէ՞ սուր։ Անեժնին ստես սպասում երբ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Գրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փադ Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ չնեմ որ ուշ ջնենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև